Աննախադեպ նախազգուշացում է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը ամերիկացիներին զգուշության կոչ անելով ամբողջ աշխարհում։ Ըստ հայտարարության Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել, այստեղ իրավիճակը մնում է բարդ։ Առկա է անկանխատեսելի սրացումների հավանականություն, տարածաշրջանում գտնվող ամերիկացիները պետք է պատրաստ լինեն թռիչքների չեղարկմանը, օդային տարածքների փակումների և ճանապարհորդության խոչընդոտների։ Պետք է պարբերաբար հետևել դեսպանատների անվտանգության հաղորդումներին, անհրաժեշտ է նաև լսել տեղական իշխանությունների զգուշացումները։ Մերձավոր Արևելք այցելելը կարող է նաև ուղիղ վտանգ պարունակել։ ԱՄՆ դիվանագիտական կառույցները արդեն թիրախավորվել են Իրանի կողմից։ Այդ վտանգը գոյություն ունի նաև Մերձավոր Արևելքից դուրս։ Իրանը և նրան աջակցող խմբերը կարող են թիրախավորել ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտները, նաև Մերձավոր Արևելքից դուրս, զգուշացնում է պետդեպը, խորհուրդ է տրվում գրանցվել STEP համակարգում։ Այնտեղ կարելի է ստանալ անվտանգության վերջին ահազանգերը։ Պետք է հետևել պետդեպի Security Updates for US Citizens ալիքին։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Անահայմում ավելի քան 2000 ֆունտ թմրանյութ է առգրավվել, կրակոցներ Սանտա Մոնիկայի ափին, կա զոհ։ Բռնցքամարտիկի ողբերգական մահը Թեքսասի ճանապարհին։ Ծովային շրջափակում նավթի գների նոր թռիչք է սպասվում։ Ամերիկա-Կանադա առևտրային պատերազմը սկսված է, իսկ թողարկման երկրորդ հատվածում պատմելու ենք Միացյալ Նահանգների ամենահայաշատ բնակավայրերի մասին։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ Անահայմում ավելի քան 2000 ֆունտ թմրանյութ է առգրավվել, սա գրեթե 1 տոննա է կազմում։ Մանրամասներ է հրապարակել Անահայմի ոստիկանության բաժինը, ըստ պաշտոնական տեղեկությունների ոստիկանները հետևել են կասկածյալներին և 2 մեքենա կանգնեցրել, հետո տան խուզարկության թույլտվություն են ստացել։ Հետաքննության արդյունքում գրավվել է մոտ 2200 ֆունտ մեթամֆետամին։ Սա Կալիֆոռնիայում արդեն երկրորդ խոշոր դեպքն է։ Մեկ ամիս առաջ իրավապահները Palmdale-ում ավելի քան 800 ֆունտ թմրանյութ էին առգրավել։ Ոստիկանությունը դեռ չի հայտնում, արդյոք ձերբակալվածներ եղել են։ Խուզարկության ճշգրիտ վայրը նույնպես դեռ չի նշվում։ Սանտա Մոնիկայի նավամատույցի մոտ տղամարդու են սպանել, դեպքը տեղի է ունեցել գիշերը, ըստ տարածված տեսանյութերի 2 խումբ վիճել են իրար հետ, հենց այդ ընթացքում էլ հնչել են մահացու կրակոցները։ Ոստիկանները տուժածին գտել են հրազենային վերքերով, նա մեծահասակ տղամարդ էր և մահացել է տեղում։ Դեպքի հանգամանքները դեռ պարզվում են, ոստիկանները դեռ փնտրում են կասկածյալի, նրանք չեն հայտնել արդյոք նա ճանաչել է տուժածին։ Սպանության դրդապատճառները դեռևս անհայտ են մնում, հետաքննությունը շարունակվում է։ Նոր մանրամասներ են հայտնի դարձել ամերիկյան բռնցքամարտի ծագող աստղ կիսաթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թեկնածու Հանա Ռափի սպանությունից։ Դեպքը տեղի է ունեցել Թեքսասում։ Հանան և մեկ այլ հեծանվոր ճանապարհորդում էին, 31-ամյա Չարլզ Մեդինան նրանց շրջանցել է ավտոմեքենայով, հետո նա կանգ է առել, հետընթաց կատարել ու հարվածել Հանային։ Ոստիկանությունը և շտապօգնությունը դեպքի վայր են ժամանել, բժիշկները փորձել են օգնել նրան, սակայն Հանան հիվանդանոցում մահացել է։ Վարորդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել անզգուշությամբ մարդ սպանելու մեջ։ Հանա Ռափը 26 տարեկան էր, Թեքսաս էր տեղափոխվել 2024 թվականին։ Նա համատեղում էր աշխատանքն ու սպորտը, մարզվում էր 5 տարուց պակաս։ Կարճ մարզական կարիերայի ընթացքում 10 մենամարտ է անցկացրել 8 հաղթանակով, 1-ը ոչ ոքի, 1-ը պարտությամբ։ Իրանական թեման մնում է հրատապ, արդեն շուրջ 10 օր է, ինչ Միացյալ Նահանգներն ու Իրանը ակտիվ հարվածներով են փոխանակվում։ Իրանական հարվածների հետևանքով ամերիկացի 2 զինվոր է զոհվել, Պենտագոնը պաշտոնապես հաստատել է նրանց ինքնությունը։ Զոհվածները 25-ամյա Թայլեր Ջեյմս Ֆիհանն են և 19-ամյա Իզաբելլա Գոնսալեսը։ Գոնսալեսը Թեքսասից էր, իսկ Ֆիհանը Հավայան կղզիներից։ Նրանք ծառայում էին Հյուսիսային Քարոլինայի և Գերմանիայի Հոբ ստորաբաժանումներում։ Սենթկոմը հայտնել է նաև մեկ այլ զինծառայողի մահվան մասին Իրաքում։ Դեպքը տեղի է ունեցել իրանական անօդաչու թռչող սարքի մնացորդների ոչնչացման ժամանակ։ Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր զոհվել է 17, վիրավորվել ավելի քան 430
30 ամերիկացի զինվոր։ Ըստ իրանական աղբյուրների, միայն վերջին շաբաթվա ընթացքում ամերիկյան հարվածների հետևանքով իրանական կողմը 50 զոհ է ունեցել, ավելի քան 500 վիրավոր։ ԱՄՆ շարունակում է ռազմական հարվածները Իրանի ռազմական թիրախներին։ Կենտրոնական հրամանատարությունը հարձակվել է Իրանի հրթիռային և անօդաչուների արձակման կայանների վրա։ Թեհրանը իր հերթին շարունակում է հրթիռային հարձակումները տարածաշրջանում, կողմերի միջև լարվածությունը շարունակում է աճել։ Վառելիքի գինը կարող է նորից ու կտրուկ բարձրանալ։ Եմենի հութիները ծովային շրջափակում են հայտարարել Սաուդյան Արաբիայի դեմ։ Այս քայլը բացում է նոր ճակատ ԱՄՆ-ի համար։ Իրանամետ հութիները խոստացել են անարդար և ճնշող պաշարում։ Նրանք իրենց որոշումը համարում են պարզապես պատասխան քայլ Միացյալ Նահանգներին ու Սաուդյան Արաբիային։ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի փակումը նավթի համաշխարհային պաշարը կնվազեցնի ևս 7%-ով։ Սաուդյան Արաբիան չի կարողանում իր նավթը դուրս բերել։ Աշխարհում արդեն կա նավթի 10%-ի պակասորդ։ Նոր զարգացումներին շուկան արձագանքել է անմիջապես։ Նավթի գինը կարճ ժամանակում բարձրացել է և կշարունակի աճել, կանխատեսում են փորձագետներից շատերը։ Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների համար, հիմնավորելով, թե Կանադան իր շուկայում անհավասար պայմաններ է ստեղծել ամերիկյան մեքենաների, ոգելից խմիչքների ու կաթնամթերքի համար։ Այս որոշումը ամերիկյան շուկայում կբարձրացնի գները և կվատացնի ԱՄՆ-Կանադա հարաբերությունները, կանխատեսում են փորձագետները։ Իրականում Կանադան իսկապես տուրքեր էր սահմանել ԱՄՆ ավտոմեքենաների վրա, բայց դա եղել էր ի պատասխան Թրամփի նախկին տուրքերին։ Իսկ Կանադայի նահանգները նախորդ տարի էին դադարեցրել ամերիկյան ալկոհոլի գնումը։ Թրամփը պնդում է, որ Կանադան խտրականություն է դրսևորում ԱՄՆ-ի հանդեպ։ Նա առաջարկել է նաև նոր տուրքեր սահմանել Կանադայի համար, քանի որ Կանադայի անտառային հրդեհները վնասել են ԱՄՆ օդի որակը։ Կանադան պատժամիջոցներով էր պատասխանել ԱՄՆ նախորդ սահմանափակումներին, թե ինչպես կարձագանքի այս անգամ դեռ պարզ չէ։ Կողմերը սկսել են նոր բարդ բանակցություններ, դրանք կարող են տևել մի քանի տարի։ Արդյոք Taylor Farms ընկերության կանաչին է վտանգավոր վիրուսի տարածման աղբյուրը։ Վարակվածների մեծ մասը այդ ընկերության արտադրած աղցանն է կերել Taco Bell ռեստորաններում։ Սննդի և դեղերի վարչությունը սկզբում հաստատել է այս տեղեկությունը, բայց այսօր վստահ չեն դրանում։ Պարզվել է, որ թեստը կեղծ է եղել։ Taylor Farms-ի աղցանը մատակարարվել է 27 նահանգ։ Սննդի և դեղերի վարչության ղեկավարի խոսքով հետաքննությունը կենտրոնանում է Մեքսիկայում աճեցված հազարի վրա։ Հիվանդության պատճառ հանդիսացող մակաբույծը տարածվում է կեղտոտ ջրի միջոցով։ Այն առաջացնում է աղիքային լուրջ հիվանդություն։ 2026 թվականին ԱՄՆ-ում արդեն ավելի քան 1600 մարդ է վարակվել։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով 141 հիվանդ հոսպիտալացվել է։ Իրավիճակը մնում է լարված։ Taco Bell-ը կասկածելի աղցանը հեռացրել է իր ցանցից։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն էլ կոչ է արել չօգտագործել նշված ապրանքները վարակից խուսափելու համար։ Ջրատար խողովակի հզոր ու ավերիչ պայթյունից հետո Վեսթ Հոլիվուդի Սանսեթ պողոտան փակ է մնացել օրեր շարունակ։ Լոս Անջելեսի ջրի և էներգիայի դեպարտամենտը շարունակում է վերանորոգումը, աշխատանքների ավարտի հստակ ժամկետ դեռ չկա։ Խողովակի նոր հատվածն արդեն տեղադրված է, մասնագետները ստուգում են խողովակի ամրությունը և հնարավոր արտահոսքերը։ Նախքան հիմնական գծին միացնելը, վերանորոգված հատվածում կկատարվեն նաև ջրի որակի և անվտանգության թեստեր։ Իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Աշխատանքներին ներգրավված են ավելի քան 200 աշխատակից։ Տեղի բնակիչները դեռ ունեն ջրի ճնշման խնդիրներ։ Փոքր խողովակներով մատակարարվող ջուրը ապահովում է միայն նվազագույն կարիքները։ Բնակիչներին խնդրում են խնայել ջուրը։ Որոշ սննդի օբյեկտներ փակվել են անորոշ ժամանակով։ Քաղաքը ստեղծել է հատուկ կայք, այնտեղ կան տեղեկություններ փոխհատուցումների և երթևեկության փոփոխությունների մասին։ Բնակիչներին հորդորում են օգտվել այդ կայքից և հետևել պաշտոնական աղբյուրներին։ Քաթարի կողմից Թրամփի նվիրած շքեղ ինքնաթիռը կուղարկվի արդիականացման։ Թրամփը հայտնել է, որ Air Force One-ը կստանա հավելյալ հնարավորություններ, աշխատանքները կտևեն մոտ 1 ամիս։ Ինքնաթիռի անվտանգության հարցերը շարունակում են քննարկվել։ Ավելի վաղ Թրամփը Թուրքիա էր մեկնել այս ու վերադարձել մեկ այլ ինքնաթիռով։ Լուրեր կային անվտանգության հետ կապված մտահոգությունների մասին։ Գաղտնի ծառայությունը նրան խորհուրդ էր տվել չօգտվել նվիրված ինքնաթիռից։ Պատճառը Մերձավոր Արևելքում Իրանի հետ հակամարտությունն էր։ Առաջիկա աշխատանքները պետք է փարատեն անվտանգության հետ կապված բոլոր մտահոգությունները։
Անտառահատների աշխարհի առաջնությունում կանայք նոր ռեկորդներ են սահմանել։ Մրցույթը տեղի է ունեցել Վիսկոնսինում, այն տևել է 3 օր։ Մրցումներին մասնակցել է 66 տղամարդ եւ 40 կին, մարզիկները ժամանել են 16 նահանգից եւ 9 երկրից։ Ծրագրում ընդգրկված էին սղոցում եւ կաթնահարում, կային նաեւ գերանների վրա վազք եւ արագընթաց մագլցում։ Չեխիայի ներկայացուցիչ Կարոլինա Ուրբանովան սահմանել է 2 ռեկորդ, նա լավագույնն էր կաթնով փայտահատման 2 ձևում, կանայք 1960 թվականից են մասնակցում այս մրցույթին, այժմ նրանք ներգրավված են ավելի քան 20 սպորտաձևում, անտառահատների ավանդույթը սկսվել է 1980-ական թվականներից, մրցումներն ավանդաբար անցկացվում են Հեյվորդ լճի ափին։ Մեքսիկական ծոցում ձևավորված Բերտա արևադարձային փոթորիկը դանդաղ շարժվում է դեպի բնակեցված ափամերձ շրջաններ, փոթորիկը սպառնում է ուժեղ անձրևներով եւ քամիներով, այն կշարժվի դեպի Թեքսասի ափերը, անձրևները կլինեն Ֆլորիդայում, Ալաբամայում եւ Լուիզիանայում, ազգային փոթորիկների կենտրոնը հայտնում է վտանգի մասին, ափամերձ շրջաններում հայտարարվել է փոթորիկի նախազգուշացում։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ նույնպես ամեն օր հրապարակում ենք վերջին թարմ նորությունները։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը դարձավ հայր, պաշտոնավարման ընթացքում նրա կինը Ուշա Վենսը լույս աշխարհ բերեց 4-րդ զավակին։ Տղային անվանել են Ալեք Նիլ Վենս, փոխնախագահը ինքն է հայտնել լուրը X սոցիալական ցանցում։ Մայրն ու երեխան իրենց լավ են զգում։ Ուշան 1870-ական թվականներից ի վեր առաջին կինն է, որ ծննդաբերել է փոխնախագահի պաշտոնավարման ժամանակ։ Զույգն ունի ևս 3 երեխա, 4, 6 եւ 9 տարեկան։ Ջեյդի Վենսը նախկինում ծրագրել էր չվերցնել հայրության արձակուրդ, պարզապես որոշել են տուն վարձել Վիրջինիայում, նրանք ցանկանում են յուղական վայրում բնակվել։ Փոխնախագահը պատրաստվում է շարունակել իր աշխատանքը հանգիստ միջավայրում։ Օհայո նահանգում գետում 5 մարդ է խեղդվել, նրանք փորձել են փրկել ընկերոջը։ Ողբերգությունը սկսվել է ձկնորսության ժամանակ, խումբը գնացել է Փաուել քաղաքի մոտակայք։ Նրանցից մեկը մտել է գետը լողանալու, այդ պահից էլ սկսվել է ողբերգությունը։ Դեպքի մասին տեղեկացել են ճանապարհով անցնող վարորդից։ Նա նկատել է վախեցած երեխային, որը վազում էր ափով ու մայրիկին կանչում։ Փրկարարները 2 կնոջ մարմին են գտել։ Հիվանդանոցում հաստատվել է նրանց մահվան փաստը։ Մեկ օր անց գտել են ևս 3 տղամարդու մարմին։ Քննությունը շարունակվում է, դեպքի մանրամասները դեռ չեն հրապարակվում։ Լոս Անջելեսում Բոլդուին պարկում ուժգին հրդեհ է բռնկվել։ Հրշեջ ծառայության անձնակազմը անմիջապես սկսել է կրակի մեկուսացման եւ մարման աշխատանքները, սակայն կրակը շատ արագ տարածվել է շենքի ներսում։ Աղետի հետևանքով 60 մարդ զրկվել է տնից։ Փրկարարները շենքից դուրս են բերել 1 մարդու, ըստ տեղեկությունների այլ տուժածներ չկան։ Անօթևան մնացած մարդկանց օգնություն կտրամադրվի, նրանց նաեւ ժամանակավոր կացարաններ են առաջարկել։ Հրդեհի պատճառները դեռ պարզ չեն, վնասի չափերի մասին եւս ամբողջական գնահատական դեռ չկա։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը ձեզ կպատմի ամերիկյան 5 ամենահայաշատ բնակավայրերի մասին։ Բարև ձեզ։ ԱՄՆ-ում կա մի քաղաք, որտեղ հայերենն այնքան հաճախ կլսեք, որ երբեմն կթվա Երևանի փողոցներով եք քայլում։ Կա նաև մի քաղաք, որտեղ բնակիչների գրեթե 1/3-ը հայ է, իսկ ամեն ինչ սկսվել է ընդամենը մի քանի տասնյակ ներգաղթյալից։ Այսօր ԱՄՆ-ում տարբեր գնահատականներով ապրում է շուրջ 1 միլիոն հայ, եւ նրանց պատմությունը շարունակում է գրվել ամեն օր։ Հայերի զանգվածային ներգաղթը Միացյալ Նահանգներ սկսվեց 19-րդ դարի վերջից, Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած բռնաճնշումներից հետո, նոր ալիքներ եկան հայոց ցեղասպանությունից հետո, ապա Խորհրդային Միության փլուզումից եւ Մերձավոր Արևելքի պատերազմներից հետո։ Արդյունքում ԱՄՆ-ում ձևավորվեց աշխարհի ամենամեծ հայկական սփյուռքներից մեկը, որի գլխավոր կենտրոնը դարձավ Կալիֆոռնիան։ Եթե մեկ քաղաք պետք է անվանել ամերիկահայության ոչ պաշտոնական մայրաքաղաք, ապա դա Լոս Անջելեսն է։ Այստեղ հայկական կյանքը բառացիորեն ամեն քայլափոխի է՝ եկեղեցիներ, դպրոցներ, լրատվամիջոցներ, ռեստորաններ ու տասնյակ մշակութային կազմակերպություններ։ Հոլիվուդում նույնիսկ Փոքր Հայաստան թաղամաս կա։ Լոս Անջելեսի հայկական պատմությունը սկսեց արագ զարգանալ 1920-ականներին, երբ Ֆրեզնոից եւ Արևելյան նահանգներից բազմաթիվ հայ ընտանիքներ տեղափոխվեցին այստեղ։ Այսօր վերջին մարդահամարի գնահատականների հիման վրա քաղաքում ապրում է ավելի քան 82,000 հայ, ինչը Լոս Անջելեսին դարձնում է ԱՄՆ-ի ամենահայաշատ քաղաքը։
Լոս Անջելեսի շրջանում գտնվող Գլենդելը շատերի համար պարզապես քաղաք չէ, այլ հայկական առօրյայի խորհրդանիշ։ Այստեղ դժվար չէ գտնել հայկական գրախանութ, սրճարան կամ դպրոց։ Փողոցներում գրեթե ամենուր հայերեն ես լսում, իսկ հայկական մշակութային միջոցառումները վաղուց դարձել են քաղաքի տոնական օրացույցի անբաժանելի մասը։ Շատ դեպքերում անգամ պաշտոնական փաստաթղթերն են երկու լեզվով ներկայացնում՝ անգլերեն ու հայերեն։ Գլենդելում հայերի ներկայությունն առավելաճեց 1970-ականներից հետո, երբ այստեղ հաստատվեցին հազարավոր հայ ընտանիքներ Իրանից, Լիբանանից, Հայաստանից եւ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններից։ Այսօր քաղաքում ապրում է ավելի քան 66,000 հայ, իսկ որոշ գնահատականներով նրանք կազմում են բնակչության մոտ 1/3-ը։ Երրորդ տեղում կրկին Լոս Անջելեսի շրջանն է, բայց այս անգամ Բըրբենքը։ Ամերիկյան կինոարտադրության այս կարևոր կենտրոնում վաղուց ձևավորվել է կենսունակ հայկական համայնք։ Բըրբենքում հայերի ներկայությունը շատ տեսանելի է՝ բիզնեսից մինչև կրթություն ու մշակութային կյանք։ Հայերն առաջին անգամ Բըրբենքում հաստատվեցին 20-րդ դարի առաջին կեսին, սակայն համայնքը զգալիորեն մեծացավ 1970-ից 90-ականներին ներգաղթի նոր ալիքների շնորհիվ։ Այսօր American Community Survey-ի հիման վրա կազմված գնահատականներով քաղաքում բնակվում է շուրջ 20,000 հայ, ինչը Բըրբենքը դարձնում է ԱՄՆ-ի ամենախոշոր հայկական համայնքներից մեկը։ Եթե Լոս Անջելեսն այսօր համարվում է ամերիկահայության սիրտը, ապա Ֆրեզնոն կարելի է անվանել նրա պատմական օրանը։ Հենց այստեղ էին 19-րդ դարի վերջում հաստատվում բազմաթիվ հայ ներգաղթյալներ։ Նրանք հիմնեցին խաղողի այգիներ, ֆերմաներ, եկեղեցիներ եւ առաջին հայկական կազմակերպությունը։ Պատմաբանների տվյալներով առաջին հայերը Ֆրեզնո հասել են 1870-ականներին։ Այսօր հայերի թիվն այստեղ գնահատվում է շուրջ 16,000, թեև համայնքն այլևս ամենամեծը չէ, նրա պատմական նշանակությունն անփոխարինելի է։ Հնգյակը եզրափակում է Նյու Յորքը, թեև այսօր այն զիջում է Կալիֆոռնիայի հայկական կենտրոններին, սակայն հենց այստեղ են ստեղծվել ԱՄՆ առաջին հայկական եկեղեցիներից, հասարակական կազմակերպություններից եւ թերթերից շատերը։ Նյու Յորքն այսօր էլ շարունակում է մնալ ամերիկահայ համայնքի կարևոր մշակութային եւ գործարար հենակետերից մեկը։ Եթե դիտարկենք ըստ նահանգների, ապա ամենամեծ հայկական համայնքներն ունեն Մասաչուսեթսը, Նյու Յորքը, Նյու Ջերսին եւ Ֆլորիդան, իսկ անվիճելի առաջատարը մնում է Կալիֆոռնիան։ Դատելով վերջին տարիների զարգացումներից, այս հյուրընկալ ու ջերմ նահանգը դեռ երկար կմնա առաջատարի դիրքում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։